Շնորհակալ ենք Աստծուց այսօրը մեզ պարգևելու համար։ Շնորհակալ ենք, որ մենք տուն ունենք, որտեղ կարող ենք հավաքվել եւ հավաքվել ոչ թե ուղղակի սովորության համաձայն որ գալիս ենք, այլ գիտենք ամեն անգամ մեզ այստեղ սպասող կա։ Եվ մեզ սպասողը մեզ համար միշտ ժամանակ ունի։ Եվ ինքը լավ ժամերը ֆիքսում է, երբ ես դու գալու իր առաջ։ Եվ ինքը չի մոռանում իմ ու քո մասին։ Եվ ինքը այսօր այստեղ մեր մեջ ներկա է։ Դե արդեն պարզ է, որ հավաքվել ենք հաղորդության համար, բայց մինչև որ հիմնական խոսքին կանցնեմ, քանի որ հաղորդությունը դա հիշատակություն է Քրիստոսի մահվան, ուզում հատկապես Սուրբ գրքից հիշենք այն հատվածները, ամբողջը չենք կարող ժամանակի պատճառով, բայց գոնե այն ճանապարհը, որ Տերը անցավ եւ Սուրբ գիրքը դա ցույց է տալիս մեզ։ Ինչպես որ գիտենք, Տեր Հիսուսի չարչարանքը դեռ սկսեց Գեթսեմանի պարտեզից, որտեղ մեծ տագնապով նա ջերմեռանդ աղոթք էր բարձրացնում եւ Սուրբ գիրքը վկայում է ասելով, որ արդյունքները ինչպես թե արյան կաթիլներ վայր էին ընկնում։ Ինչքան մեծ լինի ներգործությունը, ինչքան մեծ լինի մեղքերի չափը, ինչքան մեծ լինի ծանրությունը, որ նա Աստված լինելով սահմանափակ մարմնի մեջ այդքան ջերմեռանդ աղոթք անի, որ քրտինքները արյան շիթերի պես ուղղակի ընկնեն գետնին։ Բայց հիշում ենք, որ մատնողը մատնեց, եկան, տարան քահանայապետի սրահը, հարցաքննեցին եւ ի վերջո նա խոստովանեց, թե նա է, որ պետք է աշխարհ գար։ Չերկարացնելու պատճառով Մատթեոս 26-րդ գլխի 66-ից 68-ը կարդամ։ Քահանայապետի հայտարարությունը Աստծո որդու մասին, ինչպես է երևում ձեզ։ Նրանք էլ պատասխանեցին եւ ասեցին. մահապարտ է։ Այն ժամանակ թքեցին նրա երեսին եւ բռունցքով ծեծեցին նրան։ Ոմանք էլ ապտակ տվին նրան, ասելով. Մարգարյացիր մեզ, Քրիստոս, ով էր քեզ զարգողը։ Երբեմն կարող է շատ արագ կարդանք ու անցնենք այս տողերը, բայց ուզում եմ կանգ առնենք այսօր, որտեվ սա հիշատակի օր է։ Երկնքի ու երկրի տիրակալի վրա թքում էին, ծեծում էին, հարվածում էին, ծաղրում էին։ Եվ սա ոչ թե իր մեղքի համար, սա իմ մեղքի համար։ Ամեն մեկս կարող ենք մեր համար ասել։ Մատթեոս 27-րդ գլխից եմ ուզում կարդամ, 24-ից 31, հետո էլի հատվածներ։ Երբ որ արդեն Պիղատոսի մոտ էր, Պիղատոսն երբ որ տեսավ, թե ոչինչ օգուտ չի անում, այլ ավելի խռովություն է լինում, ջուր առավ ձեռքերը լվաց ժողովրդի առաջ եւ ասեց. ես այդ արդարի արյունից անմեղ եմ, դուք տեսեք։ Հեթանոս կուսակալն էր, վկայեց նրա մասին, թե նա արդար է, ասելով ես նրա արյունից անպարտ եմ։ Եվ բոլոր ժողովուրդը պատասխանեցին եւ ասեցին. դրա արյունը մեզ վրա եւ մեր որդկանց վրա։ Այն ժամանակ դա Բարաբային արձակեց նրանց համար եւ Հիսուսին ծեծելուց հետո հանձնեց, որ խաչվի։ Արդեն երկրորդ անգամ ենք տեսնում, որ ծեծելուց հետո հանձնեց, որ խաչվի, բայց սա էլ դեռ քիչ էր։ Այն ժամանակ կուսակալի զինվորները Հիսուսին տարան պալատը եւ բոլոր զորագունդը հավաքեցին նրա վրա։ Ուզում ուշադրություն դարձնենք, որ այստեղ ասում է բոլոր զորագունդը, հստակ տեղեկություն սա Աստծո ժողովուրդ, կարծում եմ ոմանք գիտեք։ Զորագունդը կազմված էր 600 հոգուց։ 600 հոգի հավաքվեցին։ Եվ նրան մերկացնելով նրա վրա մի կարմիր քղամիր գցեցին։ Եվ փշերից մի պսակ ոլորեցին նրա գլխին դրին եւ նրա աջ ձեռքին մի եղեք։ Եվ նրա առաջ ծունր դնելով ծաղր էին անում եւ ասում. ողջ Եղրյաների թագավոր։ Եվ նրա վրա թքելով եղեգը առնում էին
եւ նրա գլուխը ծեծում։ Եվ երբ որ ծաղր արին նրան, կարմիր քղամիդը նրանից հանեցին եւ նրան հագցնին իր հանդերձները եւ տարան նրան խաչելու։ Բայց մի ճառաշ կանցնենք, ուզում եմ այստեղ կանգ առնեմ։ Մարդը միգուցե ունակ չի, որ մեկ հոգի իրան ծաղրի եւ ինքը ձայն չհանի։ Բայց ինչ է նշանակում 600 հոգի մեկ հոգու են ծաղրում։ Մերկացնելով նրան, փշեպսակ են դնում նրա գլխին, ծաղրում են իբր թե թագավորի։ Մեծ էր հոգեբանական ճնշումը, շատ մեծ էր։ Ես այս տեսարանը, երբ որ պատկերացնում եմ, ուզում հասկանալ ինչպես կարելի է դիմանալ։ Բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ սա մեր պատիժն էր։ Այս տեսարանը կարդալուց մի պահ պատկերացրեցի, որ դժոխքում այսպես են վարվում մարդկանց հետ։ Դժոխքում դևեր այսպես են վարվում մարդկանց հետ։ Եվ սա վկայություն էր այն բանի, որ Տերը երկրի վրա այս ծաղրանքը, այս անարգանքը անցավ, որպեսզի մենք չանցնենք այդ անարգանքով։ Ուղղակի սա անմարդկային էր, որ կարելի էր 600 հոգով մեկ հոգու ծաղրել եւ անարգել։ Բայց այս մարդիկ էլ դիվական ներգործության տակ էին։ Բայց մի պահ պատկերացրու, թե ինչից է Աստված քեզ ազատել։ Եվ թե ինչքան մեծ գին է վճարվել։ Եվ երբ որ Գողգոթա ասված տեղը եկան, որ գանքի տեղ ասել էր, նրան լեղի հետ խառնված գինի տվին խմելու։ Եվ երբ որ ճաշակեց, չէր կամենում խմել։ Եվ նրան խաչը հանելով բաժանեցին նրա հանդերձները վիճակ գցելով, որ կատարվի մարգարեի ձեռով ասվածը։ Իր հանդերձներն իրենց մեջ բաժանեցին եւ ին պատմուճանի վրա վիճակ գցեցին։ Եվ նստած նրան պահում էին այնտեղ, եւ նրա հանցանքը գրված դրին նրա գլխից. այս է Հիսուս հրյաների թագավորը։ Այն ժամանակ նրա հետ երկու ավազակները խաչվեցան, մեկը աջ կողմին եւ մյուսը ձախ կողմին։ Եվ անցնող դարձնողները հայոյում էին նրան եւ իրենց գլուխները շարժելով ասում էին. ով տաճարը քանդող եւ 3 օրում շիրող, ազատիր քեզ, եթե Աստծո որդի ես, իջիր խաչից։ Այնպես էլ քահանապետներն էին ծաղր անում դպիրների եւ ծերերի հետ եւ ասում. ուրիշներին ազատեց, ինքներին չի կարողանում ազատել։ Թե որ Իսրայելի թագավորն է իջնի հիմա խաչից եւ կհավատանք դրան։ Աստծուն հուսած հիմա թող նա փրկի դրան, եթե ուզում է դրան, որտեվ ասես թե Աստծո որդի եմ։ Միևնույնն է լավազակները, որ նրա հետ խաչված էին, նախատում էին նրան։ Եվ ժամը 6-ից խավար եղավ բոլոր երկրի վրա մինչև 9 ժամը։ Բայց մինչև որ կշարունակեմ, ուզում նորից տեսնենք այս դրվագը, որ նորից ու նորից շարունակում էին նրան ծաղրել։ Նորից ու նորից շարունակում էին նրան հայոյել։ Բայց դա մեր մեղքն էր վերցնում։ Ես ամեն անգամ այս ծաղրանքների, այս հայոյանքի, այս տառապանքի, այս շարժարանքի տեղը կարդալուց նորից ուզում եմ անդրադառնամ սրան։ Այս պատկերացումների մեջ, որ եթե նա չանցներ այդ ճանապարհով, ես հավիտյան դժոխքում, անարգանքի, ծաղրանքի ու չարչարանքի էի ենթարկվելու։ Բայց ինքը հոժարվեց այդ ճանապարհով գնալ։ Եվ ժամը 9-ի դեմ Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Էլի, Էլի, լամա սաբակթանի, այսինքն Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Էլի մեզ համար, նա անգամ ոչ միայն մարդկության կողմից մերժվեց ու անարգվեց, այլ Աստծո կողմից թողնվեց մեզ համար։ Ուղղակի բառեր չկան նկարագրել, թե ինչ է նշանակում, որ մեկը Աստծուց թողնված լինի։ Բայց այս ամենը մեզ համար։ Եվ մյուսներն ասում էին, թող տեսնենք, թե Եղիան կգա դրան փրկի։ Հիսուսը դարձյալ մեծ ձայնով կանչեց, արձակեց հոգին, եւ ահա տաճարի վարագույրը երկու մասկի ճեղքվեցավ վերևից մինչև ցած, եւ երկիրը շարժվեցավ եւ քարերը պատառվեցին։ Մենք հաճախ ես վերջում սրա մասին նորից ասել եմ, հանգիստ ասում ենք Հիսուսը խաչի վրա ասեց կատարվեցավ, բայց թե ինչ մեծ
Գին պահանջվեց միջև, որ նա այդ հայտարարությունը կասեր, կատարվեցավ։ Շատ մեծ էր այդ գինը։ Եվ միջև որ նա կասեր կատարվեցավ, եւ միջև որ վարակույրը տաճարի, որ բաժանում էր սրբության սրբոցի ճանապարհը, վերից վար կպատրվեր, նա անցավ այդ տառապանքի ուղին, որ մեզ համար մուտք բացի դեպի հոր ներկայությունը։ Նարեկ ջան, շնորհակալություն քեզ։ Հաղորդությունը Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության հիշատակում էր։ Դրա համար ուզեցա, որ այս հատվածը հատկապես նորից հիշենք, թե ինչ մեծ գին է պահանջվել մեզ համար։ Մենք գիտենք, որ հաղորդության հացը վկայում է Քրիստոսի մարմնի կտրման մասին, իսկ գինին արյան մասին, ինչպես որ Հիսուսը, այդ հատվածը դեռ կկարդանք, վերցրեց հացը իր մատնվելու գիշերը, օրհնեց, գոհացավ, կտրեց եւ բաժանեց աշակերտներին եւ հայտարարեց. սա է իմ մարմինը, որ պետք է կտրվի ձեզ համար։ Եվ գավաթը վերցրեց ու գոհացավ, ասեց. սա է իմ նոր ուխտի արյունը, որ պետք է թափվի։ Մարմինը կապված է մեկության հետ։ Մարմինի խորհուրդը ընդունելով մենք նրա հետ մեկ ենք դառնում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Արյունը կյանքի հետ է կապված, որտեղ Սուրբ Գիրքն ասում է կյանքը արյան մեջ է։ Երբ որ մենք ընդունում ենք նրա արյան խորհուրդը, նրա կյանքը փոխանցվում է մեր մեջ։ Ամեն։ Հաղորդությունը մեր դավանությունն է, որով մենք խոստովանում ենք, որ Քրիստոսը մեր փոխարեն խաչի մահը հանձնառնելով չարչարվեց եւ իր արյունը թափվեց մեր հանցանքների պատճառով։ Ամեն անգամ, երբ որ հիշատակի երեկո ենք ունենում, հավաքվում ենք նրա մահը պատմելու, հաղորդությունով մենք դավանում ու խոստովանում ենք այն մասին, որ նա ինձ համար չարչարվեց։ Եվ ամեն անգամ սա հիշելով, կարծում եմ մեր մեջ այս գիտակցումը պետք է լինի։ Այն սխալները, որոնք դեռ կան իմ կյանքի մեջ, դրանց համար թանկագին գին է վճարվել, որ ես այլևս չապրեմ մեղքի մեջ, այլ մեղքից ազատված արդարության մեջ։ Հաղորդությունը վերցնելով ես իմ հավատքն եմ դրսևորում առ այն, որ Տեր Հիսուսի մարմինը հենց ինձ համար է կտրվել եւ արյունը հենց ինձ համար է թափվել։ Ինչի եմ հատկապես այստեղ շեշտում ինձ։ Երբ որ մենք ասում ենք Հիսուսը մեր մեղքերի համար է խաչվել, կարծես թե դու կորցնում ես քեզ այդտեղ։ Կարծես թե այդքան լավ չես ըմբռնում, որ ինձ համար, հենց ինձ համար, հենց իմ գործածի համար, հենց իմ լինելու, հենց իմ փրկված լինելու համար, հենց իմ ներված լինելու համար, հենց ինձ համար։ Երբ որ ամեն մեկ այս գիտակցությունն ունի, որ հոգնակից տեղափոխվում է եզակի, որ հենց ինձ համար էր այս ամենը կատարվում խաչի վրա։ Թե չէ մեկ սենց ասում ենք, չէ, հո մենակ իմ համար չի արել։ Չէ, մի հատ մեկն ասել չեմ հիշումով, բայց ասել է հետևյալ խոսքը. եթե դու էլ մենակ լինեիր երկրագնդի վրա, Հիսուսը քեզ համար կխաչվեր։ Որովհետև ինքը ամեն մեկիս յուրովի սիրում է։ Եվ իր սերը ապացուցված է յուրաքանչյուրիս հանդեպ։ Իր սերը մենակ իմ հանդեպ չի ապացուցված։ Կա մարդ, որ իր հանդեպ Տերը իր սերը չի ապացուցել։ Չկա։ Եվ ես հավատում եմ այստեղ են ժողովուրդ են, ովքեր հասկացել են, որ նրա սերը ապացուցված է մեր նկատմամբ։ Հաղորդությունը ընդունողը պետք է այն գիտակցումն ունենա, որ ինքն էր արժանի մահվան, բայց նա վճարեց մեր մահվան գինը։ Հաղորդությունը հիշատակում է Քրիստոսի մահվան։ Ինչու՞։ Որպեսզի նրա մահը մեր մեջ ունենալով հասկանանք, թե ինչքան թանկ գին է վճարվել մեր փրկության համար, որպեսզի չհամակերպվենք մեր կյանքում եղած մեղքերի հետ եւ մշտապես ապաշխարությամբ նորոգենք մեր կյանքերը։ Ամեն անգամ, երբ որ հիշում ես նրա մահը,
նրա չարչարանքը, սա քեզ պետքա ապաշխարության տանի, սա ինձ պետքա ապաշխարության տանի, սա ինձ նորից պետքա հիասթափեցնի մարմնավոր ցանկություններից, այն մեղքերից, որ դեռ կան իմ կյանքի մեջ։ Որովհետև սա ուղղակի միած ծիսակատարություն չի, որ մենք հերթական անգամ հավաքվել ենք անելու։ Սա օրեցօր մեր կյանքը պետքա նորոգի։ Երբ որ ես գիտակցաբար եմ մոտենում սրան, նորից վերահաստատելով, որ Տեր, շնորհակալ եմ, որ դու այս գինը վճարել ես ինձ համար։ Ես ինչքան էլ սիրելուց լինեմ մեղավոր ցանկությունները, այն գիտակցումը, որ հենց այս ցանկությունը, որը ես հիմա գործում եմ, հենց սրա համար Քրիստոսի արյունը թափվել է եւ մարմինը կտրվել է, արդեն իսկ պետք է պատճառ լինի, որ ես հիասթափվեմ այն բոլոր բաներից, որոնք Տիրոջ առաջ անհաճելի են, բայց ես սիրում եմ դեռ։ Մեզ համար այնպիսի փառավոր սեղան կա պատրաստված, որ անգամ 5 կտակարանի պաշտոնյաները կփափագեին դրանից օգտվել, բայց չօգտվեցին։ Հավատացեք, թեկուզ որ կարդում ենք 5 կտակարանյան իրականության մեջ Աստծո փառքն էր երևում, Աստված առաջնորդում էր, բայց ժողովուրդը անհատապես իրավունք չուներ մտնել սրբատեղին եւ առաջավորության հացը ուտել այն ժամանակվա։ Միայն ծառայողներին էր դա բաժին հասնում։ Բայց Աստված մի սեղանից է մեզ արտոնել օգտվել, որ շատերի համար դա այդպես էլ երազանք է մնացել։ Ուզում ասել, սա սովորական սեղան չի, սա աղքատ սեղան չի, սա տիեզերքի մեջ եղած ամենահարուստ սեղանն է, որից կարող ենք մենք օգտվել։ Իսկ մեզ Քրիստոսին հավատացողներին, նոր ուխտի հավատացյալներին արտոնված է մոտենալ այս սուրբ հաղորդությանը, որի միջոցով հաղորդ ենք լինում աստվածային բնությանը։ Քեզ արտոնված է։ Դու որ Քրիստոսի արյունով գնված ես, դու որ ընդունել ես Քրիստոսին քո կյանքի մեջ որպես Տեր եւ Փրկիչ, քեզ արտոնված է մոտենալ այս սեղանին։ Սա իրավունքի հարց էր, որ այս իրավունքը միայն կարող էինք ձեռք բերել Քրիստոսին հավատալով, Քրիստոսին ընդունելով։ Այս իրավունքը մեզ համար կարող էր հասանելի դառնալ միայն Քրիստոսի չարչարանքի հետևանքով։ Ուրիշ կերպ այս իրավունքը չէր կարող հասանելի դառնալ մեզ համար։ Եբրայեցիների 12-ի 24-ից 25 եւ 28-րդ խոսքը հետևյալն է վկայում։ Մենք մոտեցել ենք նոր կտակարանի միջնորդ Հիսուսին։ Եվ այն արյունի սրսկմանը, որ ավելի լավ է խոսում, քան թե Հաբելի արյունը։ Սուրբ Գիրքը ասում է, թե այն ժամանակ սրանից վերև գրված է, մոտեցել էին այն շոշափելի սարին, բայց ասում եմ մենք հիմա մոտեցել ենք նոր կտակարանի միջնորդ, նոր ուխտի միջնորդ Հիսուսին եւ նրա արյանն ենք մոտեցել, որ ավելի լավ է խոսում, քան թե Հաբելի արյունը, որովհետեւ նրա արյունը միջև հիմա խոսում է, նրա արյունը միջև հիմա բարեխոսում է մեզանից յուրաքանչյուրի համար։ Ասում է զգույշ կացեք, որ չմերժեք նրան, որ խոսեց, որովհետև եթե չկարողացան պրծնել երկրից վրա պատգամ տվողին մերժողները, այսինքն Մովսեսին մերժողները, որքան ավելի մենք, եթե երկնքից խոսողին մերժենք։ Ինչքան մեծ է տարբերությունը։ Մովսեսն էլ այո Աստծո մարդ էր։ Նրա միջոցով Աստծո պատգամները հասավ Աստծո ժողովրդին, բայց մերժողները դատաստանի արժանացան։ Բայց ասում է որքան ավելի, ուզում եմ ասի հիմա ավելի շատ լուրջ է ամեն ինչ։ Հիմա մենք մոտեցել ենք ոչ թե ինչ որ մեկին, որ երկրից է, այլ երկնքից իջնողին ենք մոտեցել։ Նա անձամբ ինքը եկավ, մարդացավ, խոսքը մարմին դարձավ, բնակվեց մեր մեջ
Եվ մենք տեսանք նրա փառքը, ինչպես հորից ելնող միացնի փառքը շնորհքով եւ ճշմարտությունով լիքը։ Նա անձամբ եկավ եւ խոսեց։ Եվ ասում է առավել եւս երկնքից իջնողին մերժելը, անարգելը, ճիշտ չմոտենալը, բա ինչի արժանի կլինի։ Եվ 28-րդ խոսքը ասում է ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով պինդ բռնենք այն շնորհքը, որով պաշտում ենք հաճությամբ Աստծուն, ահով եւ երկյուղածությամբ։ Ուրեմն ասում է նախ անշարժ թագավորություն ենք ընդունել մենք հիմա, ոչ թե ժամանակավոր, եւ պինդ բռնենք այն շնորհքը, որով պաշտում ենք Աստծուն։ Մենք երբեմն գիտենք, թե հենց տենց էլ պետք է լիներ, պիտի գայինք այսպես, այս հնարավորությունը լիներ եւ պաշտեինք Աստծուն։ Սուրբ Գիրքն ասում է Աստծուն պաշտելու հնարավորությունը շնորհք է մեզ համար։ Աստծուն պաշտելը շնորհք է մեզ համար, ժողովուրդ ջան։ Ամեն մեկը չի լուսավորվել, հասկացել եւ ընդունել այս շնորհքը, որ Աստծուն պաշտի, բայց դու որ այստեղ ես, ընդունել ես այդ շնորհքը։ Սուրբ Գիրքն ասում է ամուր բռնի։ Եվ ասում է ահով եւ երկյուղածությամբ։ Ինչի համար երկյուղածությամբ եւ ահով, որ հանկարծ չկորցնես։ Դավիթը այնքան էր կարևորում Տիրոջ ներկայությունը, ասում էր հանկարծ քո Սուրբ Հոգին չվերստես ինձանից։ Մի մեկնաբանություն եմ լսել Աստծո երկյուղի վերաբերյալ եւ ընդունել եմ նաեւ, որ դա էլ է ճիշտ։ Աստծո երկյուղը նաեւ նշանակում է, որ ես վախենում եմ կորցնել նրան, կորցնել նրա ներկայությունը։ Երբ որ մի բան դու ձեռք ես բերել եւ դա շատ թանկ է, դողում ես, չէ՞ վրան։ Հավատացեք, եթե մեկը կա ում վրա պետքա դողանք, այդ ինքն է, որ հանկարծ չկորցնես իրան, հանկարծ չկորցնես իր ներկայությունը, իրան պաշտելու այս մեծագույն շնորհքը։ Մի համար էլ կարդամ եւ շուտով վերջացնեմ։ Եբրայեցիների 10:19-ից 22-ը։ Ասում արդ եղբայրներ, որովհետև համարձակություն ունենք սրբարանը մտնելու Հիսուսի արյունով։ Համարձակություն։ Ինչի ասում համարձակություն ունենք մտնելու։ Որովհետև համարձակություն չկար մտնելու սրբարանը։ Այնտեղ քահանայապետն էր մտնում տարի մեկ անգամ, շատ լավ գիտենք շատերս։ Այն էլ մեկ իր համար էր զոհանում, հետո ժողովրդի համար էր զոհանում, հետո ահով, վախով էր մտնում։ Բայց Սուրբ Գիրքը ասում է մեզ, հիմա մենք նոր կտակարանի պաշտոնյաներս համարձակություն ունենք Հիսուսի արյունով մտնելու սրբարանը, այսինքն նրա ներկայության մեջ։ Եվ ասում է, որը որ նորոգեց մեզ համար նոր եւ կենթանի ճանապարհ վարակույրի միջով, այսինքն իր մարմնով։ Այդ որ իր մարմինը կտրվեց, Սուրբ Գիրքը ասում է իր մարմնով մենք իրավունք ունենք մտնելու սրբարանը։ Այսինքն այդ գինը, որ ինքը վճարեց, այդ գինը բացեց մուտքը դեպի Աստծո ներկայություն։ Ապա որը որ նորոգեց մեզ համար նոր եւ կենթանի ճանապարհ վարակույրի միջով, այսինքն մարմնով, եւ մի մեծ քահանա Աստծո տան վրա, ապա թող մոտենանք նրան ճշմարիտ սրտով։ Ուրեմն Սուրբ Գիրքը ասում է, երբ որ կմոտենաս նրան, մոտեցիր ճշմարիտ սրտով։ Ճշմարիտ սիրտ մարդ կարող է ունենալ միայն երբ որ ճշմարտությունը ճանաչում է, ճշմարտությունով լցվել է, ընդունել է ճշմարտությունը։ Մենք այսօր նրան ենք մոտենալու, հաղորդությունով նրան ենք մոտենալու, սիրելի Աստծո ժողովուրդ։ Հավատքի լրությամբ, այսինքն ամբողջական հավատքով, լեցուն հավատքով, ոչ թե ուղղակի հավատքով, այլ լեցուն հավատքով, ամբողջական հավատքով մոտենանք նրան։ Մեր սրտերը մաքրված չար խղճմտանքից։
Եթե պետք է մոտենաս, որպեսզի նրա մարմնին ու արյանը հաղորդ լինես, եւ տեսնում ես, որ չար խղճմտանք կա, այսինքն խիղճը տանջում է, ինչ որ արարքի համար որ արել ես, հասկանում ես, Սուրբ Հոգին էլ հանդիմանում է, որ լավ չի, որ այդպես ես արել, մեղմ ասած։ Սուրբ Գիրքը ասում է, պետք է մաքրես, նոր մոտենաս։ Եվ լավա, որ եթե հնարավոր այս պահին, որ հիմա կանենք աղոթքին, մաքրես, ինչպես հաճախ մեր արտավազդ աղբերն ասում, լավ է, որ հիմա ապաշխարես, սրտանց ապաշխարես, ոչ թե ուղղակի ներողություն խնդրես ու մոտենաս, ցավոք սրտի ես տեսել եմ մարդիկ, ովքեր մեղքի մեջ են ապրում, բայց հաղորդության ժամանակ մի հատ ներողություն են խնդրում, մոտենում են հաղորդության, գնում են հաջորդ օրը նորից այդ մեղքերի մեջ են ապրում։ Բայց սա ապաշխարություն չի։ Ներողություն խնդրելը դեռ ապաշխարություն չի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Զեղչը դեռ ապաշխարություն չի, բայց եթե կա խոստովանություն, եթե կա որոշում հրաժարվելու, փոխելու իրականությունը, սա է Աստծո առաջ ընդունելի ապաշխարությունը։ Ես հաճախակի ասում եմ, երբ որ կորսված որդին ինքն իրան եկավ եւ ասեց մեղք եմ գործել, երկնքի առաջ եւ հորս առաջ գնամ այս մասին ասեմ հորս, սա զղջման խոսքեր են։ Կողից մեկը լսի, ասի զղջում է այս մարդը, բայց երբ որ ինքը մնար այդտեղ, իր իրականությունը չէր փոխվելու։ Բայց երբ որ ինքը քայլ արեց ու գնաց դեպի հայրը, տեղափոխություն եղավ, այդ ժամանակ փոխվեց իրականությունը։ Իր կյանքը փոխվեց, իրական ապաշխարությունը դեպի հայրը գնալն է, որոշում ունենալն է, ես չեմ մնա նույն տեղում, ոնց որ ինքը չմնաց նույն տեղում, ես չեմ մնա նույն վիճակի մեջ։ Մարդը Աստծո հետ երբևէ այսքան մտերիմ հարաբերության հնարավորություն չի ունեցել ժողովուրդը։ Մեղքից հետո մարդը երբևէ այսքան մտերիմ հարաբերություն չի ունեցել Աստծո հետ։ Նախ Աստված հայտնվեց մարմնում Քրիստոս Հիսուսի մեջ, ոնց որ Սուրբ Գիրքն է վկայում։ Այնուհետև սա էլ բավարար չէր, իր Սուրբ Հոգին ուղարկեց մեր մեջ ապրելու։ Դա էլ բավարար չէր, հաղորդության խորհուրդն էլ թողեց, որի միջոցով անմիջական մեկանում ենք նրա հետ։ Ընդունում ենք նրա մարմինն ու արյունը մեր մեջ եւ սրանով մեկանում ենք նրա հետ։ Աստված կամեցավ այսքան մոտ լինել մեզ։ Այսօր մեր հերթն է, ինչքանով եմ ես կամենում նրան մոտ լինել։ Ինքը բոլոր նախապայմանները հոգացել է։ Ամեն պայմանները հոգացել է, որպեսզի մենք մոտ լինենք իրեն։ Մեր փափագը, ցանկությունը կորոշի այն մասին մենք մոտ կլինենք նրան թե ոչ։ Մենք կընդունենք իր խոսքը թե ոչ։ Մենք կգնանք իր ներկայության մեջ իր հետ հանդիպելու թե ոչ։ Մենք կընդունենք հաղորդությունը, թե ավելի կնախընտրենք մեր ցանկությունների մեջ ապրել, բայց ոչ ընդունել։ Մի համար էլ, որ ամեն հաղորդության ժամանակ կարդացվում է, սա էլ կարդամ ու միասին աղոթենք։ Կորինթացիների 11-րդ գլխի 23 խոսքից։ Ասում է, որովհետև ես Տիրոջից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հացը առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. «Արեք, կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտորվում է։ Այս արեք իմ հիշատակի համար»։ Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ եւ ասեց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով։ Այս արեք, քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար։ Որովհետև քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչև որ նա կգա։ Ուրեմն ով որ այս հացն ուտի կամ Տիրոջ բաժակը խմի անարժանությամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արյունին։ Գնահատելով, արժանիքը հասկանալով մոտենանք նրան։ Ուրեմն թող մարդը քննի իր անձը եւ ապա այն հացից ուտի եւ այն բաժակից խմի։ Սուրբ Գիրքը սովորեցնում է, միչև որ կմոտենաս ուտելու եւ խմելու, ընդունելու նրա կյանքը քո մեջ, քննիր անձդ։
Որովհետև անարժանությամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չի որոշում Տիրոջ մարմինը։ Նրա համար էլ ձեր միջում շատ հիվանդներ եւ ցավագարներ կան եւ շատերն են ննջած են։ Որովհետև եթե մեր անձերը դատեինք, չէինք դատապարտվի, բայց դատվելով Տիրոջից խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։ Աստված հրաշալի հնարավորություն է մեզ տվել, որ իր սեղանին մոտենանք, իրավունքով մոտենանք, որդի իրավունքով մոտենանք, որդիաբար մոտենանք, նրա հետ հաղորդ լինելու, նրա հետ մեկանալու։ Սա ամենամտերիմ հարաբերություններից մեկն է, որ Աստված դրել է, որ իր ժողովուրդը մոտենա եւ իր հետ հաղորդ լինի, հաղորդություն, հաղորդ լինի իր հետ։ Դրա համար եկեք հիմա կանգնենք աղոթքի, մեր անձերը քննելով, եթե մի բան կա, որի համար պետք է զղջալու ապաշխարել եւ հաստատ կլինի, որպեսզի պատրաստված սրտով մոտենաս Տիրոջ սեղանին եւ օրհնություն ընդունես, ոչ թե դատապարտություն։